Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը, ողջունում եմ ձեզ Գլենդելից։ Այսօր օգոստոսի 22-ն է 2026 թվական։ Իհարկե աշխարհաքաղաքական տարածաշրջանային բավական հագեցած իրադարձություններ կան, որոնց կանրադառնանք, մի քիչ պասիվ են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, դե շաբաթ կիրակի գիտեք աշխատանքից հոգնում են, հանգստանում են, ավելի քիչ հայտարարություններ են անում, իսկ Հայաստանում էլ բավական ակտիվ են, Սևանում հիմա վարչապետն է անցնում, արդեն դեռ թռչկոտալու են ամեն ինչ, շատ հիմա դրա համար ասենք վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել վարչապետի շրջանակում, բացված տաղավարներով սրտիկ դրել, մի հատ է սիրտ նկարել, մի հատ է սրտիկ դրել, հետո արդեն լուր տարածվեց, Սևանում մեկնարկեց վարչապետը, ներկա էր Փաշինյանը, վարչապետը իր էջով նորից հայտարարություն արեց, Նիկոլ Փաշինյանի մեկ այլ գրառումը փաստորեն վարչապետի մրցույթային համարներից առաջ համերգային ծրագիր է, դա էլ մաս երկրորդ, նորից սրտիկ, նորից սիրտ, նորից սրտիկ, մի խոսքով պարում ենք բոլորս ռեժիմով, որովհետև Տիգրանաշենը ռազմավարական նշանակություն ունեցող այդ բնակավայրը Ադրբեջանին հանձնելու համար ինչպես կարելի է չպարել։ Հետաքրքիր է, որ Գլենդելում ով իսկ տեսնում է, ասում է ինչա կատարվում Հայաստանում, կան այդ բաներ, որ հրապարակային չես ասում, մենք հասկանանք, շատ մտահոգ ենք, չենք հասկանում։ Այդ մտահոգ մարդը Տոմսը կառներ կգնար Սևան, վարչապետի հետ կթռչկոտեր։ Իսկական հայրենասերը հիմա դե թռչկոտում է, չէ՞։ Որպեսի Ադրբեջանի աչքը հանի, ասի այդ տեսեք, ես քեզ կտամ Տիգրանաշենը ու կուրախանամ, այդ տենց ուրախությամբ էլ կտամ։ Բայց դրա համար զարմանում եք, որ Ալիևն ասում էր ինչի տանկերով գնանք վերցնենք, այն ինչ որ ուզում ենք, եթե կարող ենք մեքենաներով վերցնել։ Այդ դրա համար էլ Հայաստանի պարլամենտի նախագահն ասում էր, մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Ասում էր, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը պետք է լինի փոխշահավետ, դա էլ ասում էր արտգործնախարարը, դա էլ ասում էր վարչապետը։ Այսինքն ավելի շահավետ պետք այդ խաղաղության համար ինչա պետք մենք վճարենք, որպեսզի դու ապահովես մեր անվտանգությունը եւ քեզ համար փոխշահավետ էլ, որտեւ ինչ ուզում ես դու ստանում ես, դրանից ավելի շահավետ բան ինչու կրակես թեկուզ զոհ ունենաս դու, եթե կարող ես հանգիստ սկուտերի վրա վերցնես այն ինչ որ ուզում ես։ Սա է վիճակը ու դրա համար ամենից կարևորը պետքա թռչկոտալ, պետքա երջանկանալ, պետքա պարել եւ վաղը չեկել կարելու ասեք, պարոն վարչապետ, էս ինչ ես անում, ոնց ես դու հանձնում Տիգրանաշենը, բացեիր մեզ ընտրություններից առաջ, ոնց ընտրություններից առաջ, մարդ խաղաղություն է խոստացել, ասել է տեր կանգնեք խաղաղության, իսկ խաղաղության հասնելու համար դե Ադրբեջանը գոհ լինի, շահավետ լինի Ադրբեջանի համար այդ խաղաղությունը, ուրեմն պետք է մենք տանք այն, ինչ որ Ադրբեջանին պետք է, ինչ կա չհասկանալու, ու եթե դեմ եք, հեղափոխություն արեք։ Քանի հեղափոխություն չեք անում, ուրեմն դուք կիսում եք Նիկոլ Փաշինյանի ծրագիրը։ Այո, եթե վաղը կգան, ձեր մեքենան, ձեր բակից կտանեն, եւ դուք կասեք, իսկ ինչի եք տանում, դիմեք ոստիկանություն, կասեն մեզ ինչի ես դիմում։ Դու սարի փողոց հեղափոխություն արա։ Եթե հեղափոխություն չես անում, ուրեմն դու համաձայն ես, որ քո մեքենան վերցրել են։ Իսկ եթե կփորձես հեղափոխություն անես, մենք քեզ կդատենք, որովհետեւ դու սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն ես անում։ Այո, դուք այս ընտրությամբ Նիկոլ Փաշինյանին լի ազորել եք հանուն խաղաղության հանձնի ինչ որ հարմար է գտնում։ Հետո չասեք, բա մենք իրան տես բան չենք լիա։ Իսկ ինքը ինչ ծրագրված ես ներկայացել որ։ Մի հատ սրտիկ չէր ցույց տալիս աղ աշխարհով մեկ տարածել էր տեր այնը չէր ասում խաղաղություն ես եմ վերած, մեր տեր կանգնեք խաղաղությանը, դուք պետք է տեր կանգնեք, ձայն տվեք ու տեր կանգնեք, իսկ ինքը պետք է քեֆ ուրախությանը մասնակցի։ Էս է վիճակը։ Հիմա նայենք աշխարհում ինչ է կատարվում, հատկապես հետաքրքիր է նաև Ռուսաստանի իրավիճակը, որովհետև ոնց որ տեսնում եք, մեր կառավարության հնգամյա ծրագրը Ռուսաստանից փոխվելու հարց ընդհանրապես տրված չի։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին, նույնիսկ ամենադժվարին հանգամանքներում Ռուսաստանը չի շեղվի ժողովրդավարական ինքնիշխանության սկզբունքներից եւ ընտրություններ կանցկացնի ամբողջ երկրում։ Առաջիկա ընտրությունները կհաստատեն Ռուսաստանի դիմադրողականությունը եւ ցանկացած արտաքին սպառնալիքի դիմակայելու նրա կարողությունը։ Խոսելով ռուս-ուկրաինական հակամարտությունից Պուտինը նշել է, որ որքան բարդ է իրավիճակը ճակատում հակառակորդի համար, այնքան ավելի դաշան ու բարբարոսական հարձակումներ են իրականացնում Կիևի ռեժիմը։ Հիմա հասկանանք, ինչ է ասում Պուտինը, որտեղ շատ կարևոր է սա։ Իրանք չեն շեղվելու ժողովրդավարության սկզբունքներից։
Այսինքն ամբողջ երկրի տարածքում անց են կացվելու ընտրություններ։ Խոսքը վերաբերում է Պետդումայի ընտրություններին սեպտեմբերի 20-ին, բայց իրանք Դոնեցկ, Լուգանսկ, Զապորոժիա, Խերսոն դրեցին հանրակրվե արեցին ամբողջ մարզերի տարածքով իբր թե իրականում տարածքների մի մասը գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ այն ժամանակ էլ երբ որ հանրակրվե էին անում եւ իրանք ասին որպեսի մարզը ամբողջական լինի մենք այս հատվածում հանրակրվե ենք անում դա վերաբերվում է նաեւ այն հատվածին որը մեր վերահսկողության տակ չի ամբողջ մարզն ենք ուզում եւ վերցրեցին ամբողջ մարզը այդ հանրակրվեի հիման վրա մտցրեցին Ռուսաստանի Բարչատարածքային բաժանման մեջ ասին սահմանադրությամբ այդ տարածքները մերն է Ռուսաստանի մաս է կազմում Հիմա հարց բա դուք այդտեղ ո՞նց եք ընտրություն անցկացնելու եթե հանրակրվել չէիք կարողանում անցկացնել որովհետեւ դա ձեր վերահսկողության տակ չէր Այսինքն դուք ասում եք ամբողջ տարածքում ենք անցկացնելու եթե չեք անցկացնելու այդ տարածքներում ձեր ընտրությունը այլևս լեգիտիմ չէ որտեղ դուք խոստովանել եք, որ ամբողջ տարածքում պետք է անցկացնեք, իսկ ամբողջ տարածքը ձեր վերահսկողության տակ չէ։ Սա մեկ, որ դուք աբսուրդը ամբողջ հասկանաք։ Եվ երկրորդ, երբ որ ասում է Ռուսաստան եւ ժողովրդավարություն, դա ասենք իդիկտային հեքիաթի ժանրից է, կարելի է ուղղակի առանձին բան կազմակերպել, եթե ինքը չի ցանկանում շեղվել այս ժողովրդավարությունից, ուրեմն Ռուսաստանը չի ցանկանում շեղվել բռնապետությունից։ Այսինքն ինքը ոչ մի միլիմետր չի զիջել ինչ որ որոշել է տանի ժողովրդին կոտորելու է ով որ կպայքարի կասի դեմ եմ պատերազմին կդատեն կասեն պատերազմ չի հատուկ ռազմական գործողությունը ով որ կասի դեմ եմ հատուկ ռազմական գործողությանը կասեն քեզ հիմա որպես պրովոկատոր որ դու մեր բանակի նկատմամբ վատ ես արտահայտվում արժեզրկում ես նրանց վարկաբեկում ես քեզ կկալանավորեն կտանեն բանդ հետո կգան քեզ հետ կխոսեն կասեն քեզ 8 տարի դատելու փոխարեն ավելի լավ է պայմանագիրը կնքի գնա Ուկրաինա եւ մեռի որտեւ եթե դու չէիր ուզում Ուկրաինայում ռուս զինվորը մեռնի հիմա կգնաս դու կմեռնես որպեսզի մի հոգի պակաս մեռնի այդպես են ժողովրդավարությունը պաշտպանում Ռուսաստանում եւ այս Ռուսաստանի հետ մեր խորհրդարանական ընդդիմադիրները երկու ուժը մտածում ավելի պետք է հարաբերությունը լավացնենք եւ մեկ էլ մեր իշխանություններն էլ բալանսավորված քաղաքականության բոլորին հասելու բացի Ռուսաստանի հետ հարաբերությունը խորացնելու, ԵԱՏՄ-ի հետ խորացնելու, Եվրամիության հետ կապված հստակ նշելու առաջիկա 5 տարվա մեջ ընդհանրապես դիմումի խոսք չկա, ու որպեսի հանկարծ տարբերությունը մարդիկ չհասկանան, թե ինչ ասել է անդամակցություն, ինչ ասել է ինտեգրացիա, հանկարծ շշփոթեն։ Դրա համար ասում են հայտ ենք ներկայացնելու Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու։ Այսինքն եթե այնտեղ դիմում գրելու ենք, բայց դե դիմում չենք գրելու, ուրեմն այստեղ դիմում չենք գրելու։ Այսինքն Եվրոպա գնալու խնդիր չկա։ Ռուսաստանը այդ որ մեզ մեղադրում է իրաց մեր հանրակրվե արա, մենք տենց օրակարգ չունենք, ինչ հանրակրվե անենք։ Այսինքն նորից վերադարձանք ռուսական տիրույթ։ Էսա վիճակը ժողովուրդ ջան։ Այս վիճակը Ադրբեջանի հետ կապված է, դե խոստումները պետք է փակեն, թե չէ։ Ընտրություններից առաջ բան են խոստացել Ալիևի։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով Ռուսաստանը չի գնա արևմուտք բանակցելու, չնայած նրանց հույսերին։ Այսօրվա Եվրոպայում պարզապես ոչ ոք չկա, ում հետ կարելի է բանակցել։ Իրանք ցանկություն չունեն որևէ մեկի հետ բանակցելու, այսինքն ցանկություն ունեն պատերազմը շարունակելու, որովհետև ոնց որ թե բանակցությունները Ամերիկայի հետ էլ արդյունք չի տալիս, իրանք էլ ասում են նախնական նպատակները ինչ որ դրել ենք, պետքա կյանքի կոչենք, սա է իրավիճակը։ Այս երկրի հետ է Հայաստանը իր հեռանկարը կապելու։ Սեպտեմբերին Պետդումայի ընտրությունները խափանելու արևմուտքի փորձերը կուժեղանան, բայց դրանց հաջողության հավանականությունը զրոյական է։ Լավ, այս սկզբանե ասեցիք, որ հավանականությունը զրոյական է, վաղը ձեր ձախողումները չեք գցի արևմուտքի վրա։ Մանավանդ որ իսկ ինչ պետքա լիներ, որ ձեր հաջողությունը ամբողջական չլիներ։ Ընդհանրապես մի հատ ուժ զգուշավոր ձևով պատերազմին դեմ էր։ Նենց էլ չէր, որ իրան կոտորում էր փողոցեր, դուս եկեք ձեր դեմ պայքարում եք կամ զենքնարել էր, ուղղել էր ձեր դեմ։ Ընդհանրապես դեմ էր պատերազմին, կողմեր խաղաղությանը, վերջ։ Դուք դրանց չգրանցեցիք եւ կուսակցության ղեկավար կազմի վերել հերթով քրեական գործեր հարուցեցիք։ Այսինքն, այդ ով պետք է ընտրվի, որի հետ կապված ձեր ծրագիրը փոխվի։ Պարզա որ ձեր ծրագիրը չի էլ խափանվելու, կամ ով է փորձելու ձեր ծրագիրը խափանել, որտեղ դիկտատոր է նստած, որը տանում իր քաղաքացիներին կոտորում է։
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Նովակ Ռուսաստանը ներքին վառելիքի շուկան կկարգավորի ներմուծման հաշվին, որի ծավալները կախված կլինեն դեֆիցիտի հետ կապված իրավիճակից։ Այսինքն, այս են Ռուսաստանն, որը վառելիք արտահանող է, այս են Ռուսաստանն, որի մասը կներմուծենք ըստ անհրաժեշտության, Ուկրաինան կխփի, կներմուծենք, շատ կխփի, շատ կներմուծենք։ Այս է Ռուսաստանը, սա է իր տնտեսությունը, այսինքն ինքը տնտեսությունը հարմարեցրել է Ուկրաինայի հարվածներին։ Պատտեսնում եք ինչ ճկուն է իր տնտեսությունը, ժողովուրդ ջան։ Դրա համար մի հատ կիսա անեկդոտատիպի բան են պատմում խորհրդային միության հետ կապված, այդ Ռուսաստանի առիթով էլի։ Իհարկե դա իրականում իսկապես անեկդոտատիպ է, որտեղ դման իրականում չի եղել, բայց ամբողջ համացանցը ողողված է։ Բայց քան որ դիպուկ արտահայտություն է, ուղղակի ձեզ հիշացնեմ, երբ որ խոսք էր գնում, որ խորհրդային միության ղեկավար Նիկիտա Խրուշչովը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդու հետ, եւ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին ասել է, բա որ ուզում եք ամբողջ աշխարհում կոմունիզմ կառուցել, հիմա եկել եք մեզանից ցորեն եք խնդրում, բա որ ամբողջ աշխարհում կոմունիզմ կառուցեք, ցորենը ումից եք խնդրելու։ Այդ արտահայտությունը իրականում տեղի չի ունեցել, որտեղ իրանք մի անգամ են ընդամենը հանդիպել են Վեննայում 3-ին 4-ին 61 թվականի հունիսի եւ այդ ցորենի հարցը չի էլ քննարկվել։ Ցորենի հարցը առաջացել է 63 թվականին, երբ որ լուրջ լարվածություն առաջացավ խորհրդային միությունում։ Բայց այս անեկդոտը պատմում են նրա համար, որ մարդկանց բացատրեն։ Ուր եք դուք ուզում ամբողջ աշխարհին տիրանալ, եթե դուք ձեր երկրում ի վիճակի չեք տնտեսությունը զարգացնել, ստիպված աշխարհին դիմելու եք, որ ձեզ օգնի։ Բա որ ամբողջ աշխարհին տիրանաք, ձեզ ով է օգնելու։ Չէ որ այն ինչ որ դուք վերցնում եք, արդյունավետ աշխատացնել չեք կարող։ Այն ինչ որ դուք վերցնում եք, ուղղակի մերցնում եք։ Այն ինչ որ վերցնում եք, 100 տարի հետ եք գցում։ Այն ինչ որ վերցնելու համար էլ մարդիկ պայքարում են, մինչև վերջ հողին եք հավասարացնում։ Դա չի կարող արդյունավետ աշխատել։ Դուք Հայաստանին ինչ ունեք առաջարկելու։ Իսկ հիմա նայենք Իրանի հետ կապված, որ շատ կարևոր է Իրան-Ամերիկա փոխհարաբերությունները, մեզ համար սկզբունքային հարց է, որովհետև մեր տարածաշրջանում դրանից կախված շատ բան կարող է փոխվել եւ մեր վտանգներն ավելանալ։ Մեր իշխանություններն ասում են, բա մենք ի՞նչ խնդրեմ կա, Իրանն անընդհատ ասում ենք ոնց ասես, Իրանին անընդհատ ասում ենք Անեստյանեն քուստրտովն է, ասում հա այդ ասում ես, բայց նույն բանը Ամերիկային ես ասում, ու մեր սրտերը իրար հետ չեն համապատասխանում, տարբեր ձևի են մեր սրտերը, դու չես կարող երկուսի սրտով քայլանես, դա նշանակ երկուսն էլ նեղանում են, երկուսն էլ պարտադրում են իր ասածը անել։ Այդ դրա համար Իրանի հետ կապված մենք պարբերաբար ավելի շատ ենք անդրադառնում, քան անգամ հայկական թեման, որովհետև հայկական թեման դեմո երկերի ռեպերտուարը ձեզ չեմ պատմելու, թե այսօր Սևանում ով երկեց, հետո հաջորդով է երկելու, այլ ներկայացնում ենք, թե մեր շուրջ ինչա կատարվում։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆ, մենք հարևան երկրներից բազմաթիվ հաղորդագրություններ ենք ստացել տարածաշրջանում անվտանգության նոր մեխանիզմների եւ տնտեսական համագործակցության ձևավորման վերաբերյալ տարածաշրջանում անվտանգության։ Մենք ենք չէ՞ տարածաշրջանում, լավ ենք նայեք քարտեզին։ Միացյալ Նահանգները իր յուրաքանչյուր դաշնակցի անվտանգությունն այնպիսի վտանգի տակ է դրել ահաբեկման եւ նրանց շահերի լիակատար անտեսման պատճառով։ Հանուն Իսրայելի, որ կարճ ժամանակով նրանք իրենց գոյությունն վտանգված են համարում։ Հենց տարածաշրջանի երկրների կողմից ինքնուրույն ձևավորված անկախ կարգն է, որ իրականում կապահովի խաղաղություն եւ անվտանգություն։ Այսինքն հիմա ինչպես տեսնում եք, Իրանի խորհրդարանի խոսնակը, որը նաև բանակցողն էր գլխավոր Իրանի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, այդ մարդը ասում է տարածաշրջանը անվտանգության լրիվ այլ ռեժիմա լինելու, ոչ Ամերիկայի հետ, որովհետև Ամերիկայից դժգոհ են։ Կհաջողվի Իրանին դա, թե չի հաջողվի։ Իրան դիմել են, ինքը համաձայնվի, թե չհամաձայնվի, դա հարցի մեկ այլ կողմն է։ Մենք տեսանք, որ տարածաշրջանում, իհարկե թվում է, թե Պակիստանը մեր տարածաշրջան չի, բայց եթե Պակիստանը Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի հետ իսլամական ՆԱՏՕ-ը ստեղծում, արդեն մեր տարածաշրջանը դրանում ընդգրկվում է։ Եվ մենք մտածում ենք, բա դա ում դեմ եք անում։ Իրանը հասկանում է, որ դա ինքը խնդիր է ունենալու։ Հիմա Իրանն ասում է, մյուսներն էլ ինձ են առաջարկում։ Եկեք միասին անվտանգային ինչ-որ ռեժիմ ստեղծենք, որ առանց Ամերիկա կարողանանք տարածաշրջանը պահենք։ Վաղը հարցածակելու Հայաստանին ասելու են ամերիկանցը ինչ գործ ունի, ինչ ենք անելու։ Եթե Ամերիկան Իրանի հարցը չլուծեց, Իրանը կարող է մեր հարցը լուծի։
Իսկ դա շատ վտանգավոր է։ Իրանը միջուկային զենք ունենա մեզ համար խնդիր է, որտեղ Ամերիկային չի խփելու, բայց իր խոսակցության հռետորաբանությունը փոխվելու է տարածաշրջանում։ Իսկ մենք չգիտենք, թե ինքը մեզ ինչում կմեղադրի, երբ որ մենք մեղավոր չենք։ Ռուսաստանի հետ կապված էլ մենք մեղավոր չենք, Ռուսաստանը երբ կանգնում ասում է ինձ դավաճանեցիր, երբ կանգնում ասում է ուրիշների հետ խաղեր եք տալ։ Այն նույնն էլ Իրանն է ասելու, բայց դու եղբայրական, բարեկամական պետությունը ես խաղեր ես տալի։ Քանի անգամ են իրանք այդ հայտարարությունն արել դեսպանի մակարդակով, բարձր պաշտոնյա զինվորականի մակարդակով եւ այլ եւ այլ։ Այսինքն դուք հիմա նայեցիք տարածաշրջան առանց Ամերիկայի։ Այս ծրագիրն են քննարկում։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզի ամերիկացիները ապացուցել են, որ չեն հասկանում դիվանագիտության լեզուն, ուստի ոչ կվերացնեն պատժամիջոցները, ոչ էլ կդադարեցնեն ծովային սահմանափակումները։ Սակայն պատմությունը ցույց կտա, որ ուժի լեզվով նրանք ոչ միայն ստիպված կլինեն այլ գործողություններ անել, այլև կհեռանան տարածաշրջանից ներողություն խնդրելով Իրանի մեծ ազգից։ Ամերիկան ներողություն կխնդրի, թե չէ, համարում եմ դա ֆանտաստիկայի ժանրից է, որ Ամերիկան ներողություն խնդրի, բայց այնպես չի, որ Ամերիկայից շատ հեռու է, որ միտեղ թողի ու դուրս գա։ Իր շահերից բռնում ամանա, հետո տեսնի դուրը չեկավ, ասի դե լավ է, ես գնացի, գնացեք ինչ ուզում եք արեք։ Այդպես մենք տեսել ենք Կամբոջայում ինչ ա եղել, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրեց այնտեղի ներկայացվածությունը եւ աջակցությունը Կամբոջայում եւ Պոլ Պոտն ու Յանգ Սարին դրեցին 1975-ից 79 թվականների մինչև 3 միլիոն մարդ սպանեցին։ Հենց այն պահից, երբ որ Ամերիկան Վիետնամից դուրս եկավ, Ամերիկան դադարեցրեց Կամբոջայի աջակցությունը։ Վիետնամի պատերազմն է 20 տարի տևեց, եթե ուղիղ իր զինվորների մասնակցությամբ մի 8 տարի տևեց, եթե այդպես հաշվենք, 8-9 տարի, բայց ամբողջական պատերազմի ամբողջ ընթացքը, որի մեջ ներգրավված էր Միացյալ Նահանգները, 20 տարի տևեց, 55-ից 75 թվականը։ Մենք տեսել ենք 2001-ից 2021 թվական ինչպես ինքը դուրս եկավ Աֆղանստանից եւ ինչպես էին Ամերիկայի Միացյալ Նահանգներին աջակցողները ինքնաթիռի շասիից կախված, որ մի կերպ դուրս գան, որովհետեւ նոր իշխանությունը իրանց ավելի վատ վիճակում էր դնելու, քան ինքնաթիռի շասիից կախված թռնելը։ Դուք պատկերացնում եք, այսինքն ավելի վատ բան էր իրանց սպասում, քան այդ վիճակով թռնելը, որը հաստատ մահեր 100%-ով։ Այսինքն մահվանից ավելի վատ բան էր իրանց սպասվում։ Այնպես որ մենք դա տեսել ենք, դրա համար շատ զգուշ ենք։ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր գոյությունը չպարտադրի այնքան, մինչև հետո ինքը հետ քաշվի ու մենք փաստի առաջ կանգնենք։ Ես որ 22 տարի խոսում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական տնտեսական փոխշահավետ համագործակցության, բայց դա երբեք չի լինելու, որ մենք պլաց դառնանք ընդդեմ Իրանի, որովհետև Իրանը այդ դեպքում կդառնա ավելի վտանգավոր, քան անգամ Ռուսաստանը։ Պետք է շատ զգուշ, շատ հաշվենկատ լինել այդ հարցերում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին քննադատել է Թեհրանի դեմ նոր լայնածավալ տնտեսական միջոցառումների մասին հայտարարությունները, ասելով, որ նման քաղաքականությունը բազմիցս սախողվել է։ 14 տարի առաջ պատմության մեջ ամենաավերիչ պատժամիջոցները ձախողում, 8 տարի առաջ առավելագույն ճնշում, ձախողում, 5 ամիս առաջ անվերապահ հանձնում, ձախողում։ Այսօր պատմության մեջ ամենաավերիչ տնտեսական գործողությունը, որը հիմա Տրամփն ասել է անելու է աննախադեպը, դատապարտված է ձախողման, գրել է արտգործնախարար Արաղչին։ Հիմա դե ասեցի, չէ, հիմա հանգստանում են մյուսները, աշխատելուց հոգնում են, բայց իրանցիները ոնց որ տեսնում եք բավական ակտիվ են եւ չեն էլ հանգստանում։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայել Բաղայի Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի հայտարարությունը շատ ավելին է, քան մեկ պետության դեմ անօրինական տնտեսական պատերազմը։ Պատերազմի շարունակությունը դա ՄԱԿ-ի յուրաքանչյուր անկախ անդամ պետության նկատմամբ արտատարածքային ինքնիշխանության հաստատում է։ Երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասում են, ով որ Իրանի հետ կհամագործակցի, սանկցիաներ են կիրառելու դրա դեմ։ Ոչ մի պետություն չի կարող օրինական կերպով ստիպել իր իրավասության տակ գտնվող օտարերկրյա բանկերին, բիզնեսներին եւ օդանավակայաններին հրաժարվել երրորդ երկրի հետ օրինական առևտրից։ Նման երկրորդական պատժամիջոցները որևէ հիմք չունեն միջազգային իրավունքում։ Այսինքն սա էլ դժգոհությունն է հայտնվում այն ուղղությամբ, որ Ամերիկան ասում է Իրանին ով օգնեց ինձ հետ խնդիր ունենալու։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին օտարերկրյա ուժերին նախազգուշացրել է ցանկացած սխալի կամ սխալ հաշվարկի աննախադեպ հետևանքների մասին։
Իրանը հետևում է յուրաքանչյուր քայլին։ Սա վերաբերում է նաև մեզ։ Մենք գուցե սխալ քայլ չենք անում, բայց իրանք են որոշում դա սխալ դիտարկեն, թե չէ։ Իրանք են որոշում ենթադրենք ոգևորված պատմենք, որ $201 միլիոն 402 դարի դա իրանք համարեն իրանց դեմա, թե չէ։ Այդ իրանք են դժգոհում եւ ասում մի հատ հասկանանք, այդ որ եկել եք Ադրբեջանից կանչել եք, այդ գծերն ուսումնասիրում եք, որ գնում եք համաձայնեցրել եք ինձ հետ համաձայն եմ ես դրա հետ, թե ոչ։ Քո տարածքով դու որտեղ ուզենաս գիծակը տանես, որը որ քեզ նպատակահարմար է, ինչի դու պետք է դա համաձայնացնես Ադրբեջանի հետ։ Այդ ոնց եղավ, որ Ադրբեջանը հրաշալի գիտեր, որ կողմից իր ճանապարհը այս կողմից բերի, որ կողմից այդ ճանապարհը Նախճեվանով բերի սենց հավասարացնի ու Հայաստանին ասի ստեղով պետք է անցնի։ Իրանը դրանից դժգոհում ասում է, բա մենք, բա մեր շահերը, իսկ նրա շահերը Իրանին տեղը դնելու հարցը Ամերիկան չի լուծի։ Տեղը կդներ Ռուսաստանին, Իրանը ինքը կամած հետ կքաշվեր։ Իրանք լավ էլ կողմնորոշում են իրական իրավիճակը, բայց երբ որ տեսնում են Ռուսաստանի հետ կապված ինչ խաղեր ա գնում, ասում են հոп, դեռ մենք ճնշելու տեղ ունենք։ Ազիզին կոչ է արել օտարերկրապետություններին անհապաղ դադարեցնել ներկայությունը տարածաշրջանում եւ ընդունել Իրանի կողմից ձևավորված նոր տարածաշրջանային կարգը։ Այսինքն դուք պատկերացնում եք, ինքը մեղադրում է Ամերիկային, ասում է դու մի խառնվի երրորդ երկրների հետ չճնշես, որպեսզի իրանք Իրանի հետ աշխատեն, ինքը կանգնում երրորդ երկրներին ասում է հանեք այդտեղից ամերիկյան բազաներ, ներկայացություններ, չհանեք, թիրախ եք դառնալու, խփելու եմ։ Այսինքն այնպես չի, որ ինքն էլ նենց շատ գրագետ խաղի կանոնները պաշտպանում է։ Ինքը խփում է սուվերեն պետությանը, որտեղ համաձայն պայմանագրի ամերիկյան բազա է, ասում է ամերիկյան բազան կա, ամերիկյան ներկայացություն կա, ուրեմն դա ինձ համար թիրախ է։ Այսինքն լարվածության մակարդակը, որ մենք պատկերացնենք։ Անմիջապես լքեք տարածաշրջանը, քանի դեռ ուշ չէ, ընդգծել է падգամավոր Ազիզին։ Հիմա արդեն պատկերացրեցիք, ինչա մեր շուրջ կատարվում։ Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Ռեզա Թայելի Նիկ Իրանը վերջին 1 տարվա ընթացքում կրկնապատկել է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արտադրությունը եւ այժմ ծրագրում է դրա ծավալները եռապատկել։ Սա այն բանը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասում էր, որ հիմա մենք այս պաուզան օգտագործում ենք զինվելու համար, Դոնալդ Թրամփն ասում էր, հետո ասում զենք չունենք, անենց ենք արտադրել խելքից դուրս, այնքան ունենք, չգիտենք ինչ անենք, բայց երբ որ Ուկրաինան ասում է տվեք ինձ, ասում է դե չունենք, մեզ էլ է պետք։ Բա որ ձեզ էլ է պետք, բաս մեր այդքան ունենք։ Հիմա Իրանն էլ ասում է հանգիստ եղեք, մենք եռապատկել ենք այդ հրթիռներն ու բալեստիկ հրթիռներն ու դրոնները։ Թե որքանով այդ թիվը հենց հատկապես եռապատկված թե չէ, մենք որ կարող ենք ստուգել ոչ էլ, բայց այնուամենայնիվ թե նա հրապարակային դա ասում է, ուզում է կոնտր ահաբեկչություն Ամերիկայի հանդեպ, որ ասում է իմացի, հա, եթե դու ուզում ես ահաբեկես, ես քեզ պատասխան եմ ասում, ես ավելի պատրաստ եմ այս պատերազմին, քան դու։ Մենք օգտագործում ենք մեր սեփական սարքավորումները եւ միաժամանակ շարունակում ենք արտադրությունը։ Արտադրության տարիներով ձևավորված ռազմավարական պահուստների եւ լայն ցանցի շրջանակում ամենօրյա անխափան թողարկման այս համադրությունը պաշտպանական արդյունաբերությանը բարձր հնարավորություններ է ապահովել։ Իրանական սպառազինության որոշ տեսակներ արտադրվում է արտասահմանյան համարժեքներից 10-20 անգամ ավելի էժան։ Սա հատուկ նպատակային նշվում է, որ 10-20 անգամ ավելի էժան են արտադրում, որովհետև ասում է ես էժանով խփում եմ, դու թանկով պաշտպանվում ես։ Դրամ էլ քո պահուստները ոչ միայն պակասում է քանակով, այլ պակասում է որակով, որովհետև դու շատ թանկ ծախս ես անում մի քանի $1000 դրոնին խփես մի քանի 100,000 կամ մի քանի միլիոն $100 հրթիռով։ Այսինքն դու տենց չես դիմանա, այդ ծախսերը քեզ շարքից կհանի։ Էլ չենք խոսում այն մասին, որ այն ինտենսիվությամբ, որ ինքը հարվածում է, անգամ երկաթյա գմբեթը Իսրայելը ցույց տվեց, որ ի վիճակի չէ դեմ առնել, որովհետև այդ ինտենսիվության պարագայում չի կարողանում։ Իսկ այդ ինտենսիվության պարագայում իրանք Ամերիկայից կախված են բավական շատ իրանց տեխնիկա է պետք, իսկ այս պարագայում Ամերիկան տվեց Իսրայելին, Ամերիկան պակասացնելու է Ուկրաինայից։ Այն դեպքում, երբ որ Ուկրաինան որ հաղթեր, Իրանի հետ կապված կռվի իմաստը ուղղակի չէր լինի։ Բայց հիմա այսօր նաև Իսրայելը, որ անընդհատ ամեն ինչ անում է, որպեսզի Իրանի հետ խաղաղության չգնա Ամերիկան, դրանով նաև վնասում է Ուկրաինայի շահերին։ Այսա ամեն դեպքում ճիշտ չի, որովհետև այն կապերը օրգանական, որ կա Իսրայել-Ուկրաինա, այս ձևով վարվելը ու չի կարող դա թաքցնել, որովհետև դա ակնհայտ երևում է։ Իրանք խաղաղություն չեն ուզում, դրա գինը Ուկրաինայում հակաօդային պաշտպանության հրթիռների պակասելն է։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի վերջին 24 ժամվա ընթացքում մեր ստորաբաժանումները հարվածել են Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանին, որը գտնվում է ռազմաճակատի գծից 1000 կիլոմետր հեռավորության վրա։ Այսինքն դուք գիտեք, որ նավթավերամշակման գործարանները մեզ համար թիրախ են։ Դուք լավ գիտեք, մի անգամ խփում ենք, երկու անգամ խփում ենք, երրորդ անգամ էլ ենք խփում։ 1000 կիլոմետրը խաղու պարա, իհարկե ուրիշ հեռավորության էլ են խփում ավելի մեծ, բայց դա նաև հատուկ նշում է ինչի համար։ Դուք գիտեք չէ, որ խփելու ենք, դուք ի վիճակի չեք պահել։ Դուք ի վիճակի չեք ձեր նավթավերամշակման գործարանը պահել, որի համար ասում եք ըստ անհրաժեշտության, ոնց որ վերև նշեցի, մենք ուրիշից կառնենք բենզին կառնենք, որպեսզի յոլա գնանք, մեր պահանջները բավարարենք, որովհետև մերը պահել չենք կարողանում։ Դրսից առնելը ստիպված ենք առնել, փող վճարել, առնել, փոխանակ մենք արտադրեինք, վաճառեինք եւ փող բերեինք։ Մենք հիմա փող ենք վճարում, ներսի արտադրությունը չկարողանալով զարգացնել, բայց դա ընդհանրապես մի բանի համար, որ 1000 կիլոմետրի վրա գտնվող նավթավերամշակման գործարանն անգամ մի քանի անգամ հարված ուտելուց հետո նորից է ուտում։ Գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը, թռչող սարքերը արձակվել են Ռուսաստանի Սամարայի մարզի ռազմավարական օբյեկտների վրա։ Չապաևսկի օզոն շուկայի պահեստը հարվածի տակ է հայտնվել։ Մշտապես խփում են Վայլբերիզին, ռուսները գիտեն, որ Վայլբերիզին խփելու են, դրա համար հատուկ նպատակային էլ խփում են, որովհետև այնտեղ վարկային ներդրումներ արված է ՎՏԲ-ի կողմից, ՎՏԲ բանկի, որի 74% պետական մասնաբաժինը, որի պարագայում դա ուղղակի խփում է պետական բյուջեին, պետության գրպանին, հիմա անընդհատ դա խփելով մտածում են, բա օզոնի դեմը ոնց, Վայլբերիզի դեմը ոնց առնենք, ասում մի անհանգստացեք, մի հատ էլ օզոնին խփենք, հանկարծ ձեզ հանգիստ չզգաք։ Ոնց որ մի հատ լենտայի պահեստին խփեցին, որ ասին հանկարծ ձեզ հանգիստ չզգաք։ Մանրածախի ցանցին էլ կխփենք, այնպես որ հաջորդ քայլը որտեղ ուզենք, այնտեղ խփելու ենք։ Անօդաչու թռչող սարքի հարվածից հետո համալիրում այդ օզոնի բռնկվել է մեծ հրդեհ։ Սա օզոնի Վոլգայի շրջանում ամենամեծ պահեստային համալիրներից մեկն է։ Այսինքն սա էլ տեսակ ինչին է վերաբերվում։ Իսկ հիմա տեսնենք Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադերֆուլը Կիևում հայտարարել է Ուկրաինային 60 միլիոն եվրոյի օգնության մասին։ Նա նաև խոստացել է քննարկել հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հարցը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Բացի այդ 60 միլիոն տալը, որ եկել է հատուկ Կիև, որ այդ գումարը տա, նա ասում է, ես հասկանում եմ, որ խնդիրներ կա, հասկանում եմ, որ այդ հարցը բարձրացնում է Վոլոդիմիր Զելենսկին նաև Ամերիկայի առաջ, անգամ ասում է պատրաստ ենք վճարել ու ոչ միայն Եվրոպան է պատրաստ, մենք ենք պատրաստ վճարել, անգամ ոչ այն գումարներից, որը սառեցված տալիս են, այլ հենց մենք մեր գրպանից վճարենք, միևնույն է, ինչպես տեսնում եք, այդ հարցը շատ դանդաղ է առաջ գնում, պահանջը չի ստացվում, պատվերը չի ստացվում։ Եվ Գերմանիայի արտգործնախարար Վադերֆուլը իր պարտն է համարում, ասում է, ես Մարկո Ռուբիոյի հետ խոսեմ, իմ գործընկերոջ հետ Ամերիկայի պետքարտուղարի, որ կասեմ, եղբայր, դե այս մարդկանց տեխնիկան տվեք։ Այնա տենում եք կռիների մեջ է, ու մենք ասենք հիմա, շատ ծանր հարվածներ նաև Ռուսաստանն է հասցնում Ուկրաինային, եւ շատ դեպքերում բնակավայրերին է խփում, շատ դեպքերում այն կարգի հարվածներ է հասցնում, դաժան հարված, ու հետո շատ դեպքերում կարող է կանգնի ասի, դե չգիտեք, մեր հրթիռները նենց ճշգրտություն չունեն, դրա համար խփում ենք բնակավայրեր են կպնում։ Արդյունավետության առումով պատերազմ վարելու, բացի այն, որ դա արգելված բնակավայրին հարվածելը, լադանենք մի կողմ։ Արդյունավետության առումով դա շատ անլուրջ արդյունավետություն է, որ դու խփում ես մեկա դրանով այդ մարդկա ոչինչ չես կոտրում այդ ժողովրդի, բայց հակառակ հարվածը ուտում ես կենսապահովման օբյեկտներին, ուտում ես այն օբյեկտներին, որոնցով կախված է քո տնտեսության զարգացումը։ Այսինքն այս առումով առավելությունը Ուկրաինայի կողմն է, ուղղակի ինքը պաշտպանելու օդային պաշտպանության համակարգերի խիստ պակաս ունի։ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, ինչպես հստակ հայտարարել է նախագահը, ԱՄՆ չի աջակցում Իսրայելի կողմից Հորդանան գետի արևմտյան ափի բռնակցմանը։ Արևմտյան ափին տիրող կայունությունն ապահովելու է Իսրայելի անվտանգությունը եւ համապատասխանում է ներկայիս վարչակազմի տարածաշրջանում խաղաղության հասնելու նպատակին։ Հիմա տեսնենք այդտեղ հարցը ինչն է, Հորդանյան գետի արևմտյան ափի հետ կապված ինչ տեղի ունեցավ։ Նախ, երբ որ 1947 թվականի նոյեմբերի 29-ին Պաղեստին աշխարհագրական տարածքում ստեղծվեց երկու պետություն, հրեական եւ արաբական, 14.1 դա
հրյականը, 19 արաբականը, որը անունը դրեցին Պաղեստին, ամբողջ աշխարհագրական տարածքը դրեցին նրա վրա, հա, այդ ժամանակ այս Հորդանան գետի արևմտյան ափը այդ տարածքում էր գտնվում, որը որ ՄԱԿ-ը որոշել էր, որ դա Պաղեստինի տարածքն է։ 47-49 թվականներին արաբական շատ երկրներ, շատ չէ, մի քանի երկրներ չէին հաշտվում այդ մտքի հետ, որ Իսրայելը պետություն կունենա, եւ երկիրը ստեղծված այդ պատերազմը շարունակվել է։ Պատերազմը 47-49 թվականներին շարունակվել է, 48 թվականի մայիսի 14-ին նոր Իսրայելը կարողացավ արդեն այդ փաստաթղթերն ամեն ինչ անել եւ հռչակել իր պետության անկախությունը, բայց 49 թվականի մայիսի 11-ին նոր ՄԱԿ-ը նրան որպես պետություն ճանաչել է, որտեղ այս ամբողջ ընթացքում այդ պատերազմների մեջ էին, այդ կռիվների մեջ էին, բայց այդ պատերազմների ընթացքում որոշակի տարածքներ Իսրայելը օկուպացրեց, վերցրեց իր վերահսկողության տակ որպես անվտանգության գոտի։ Բայց 47-49 թվականին Իսրայելը սկզբից չվերցրեց, Հորդանանը վերցրեց այդ տարածքները իր վերահսկողության տակ։ Արևելյան մասը իր վերահսկողության տակ էր, վերցրեց նաև արևմտյան մասը։ Բայց երբ որ 6-օրյա պատերազմի ժամանակ 1967 թվականին կոալիցիոն ուժերը հավաքվեցին, որ հարձակվեն Իսրայելի վրա, եւ Իսրայելը նախահարձակ եղավ, այնտեղ եւ Սիրիաներ, եւ Եգիպտոսներ, եւ Ալժիրներ անգամ, եւ Խորհրդային միության բարձր հովանու ներքո եւ անգամ Հորդանանը, որ այն ժամանակ տրանս Հորդանիա էր կոչվում, եւ այդ բոլորով որոշեցին հարձակվեն Իսրայելի վրա, Իսրայելը նախահարձակ եղավ եւ այդ տարածքները, մի շարք տարածքներ կարողացավ վերցնել։ Գոլանի բարձունքները Սիրիայից, սեկտոր Գազան վերցրեց, արևելյան Երուսաղեմ, Հորդանան գետի արևմտյան ափ, Սինայի թերակղզու Եգիպտոսի վերահսկողություն սահմանեց, այսինքն դա արդեն անցավ Իսրայելի վերահսկողության տակ այս տարածքը, բայց մեկը ՄԱԿ-ը համարում է, որ դա օկուպացված տարածք է եւ դա պատկանում է Պաղեստին պետությանը։ Դրանից հետո իհարկե հանուն խաղաղության գնալու Եգիպտոսի Իսրայելը համաձայնվեց Սինայի թերակղզու վերահսկողությունը վերադարձնել Եգիպտոսին, բայց դրանից հետո անգամ խաղաղության գնալու Պաղեստինի հետ կապված Օսլոյի համաձայնագիրը եղավ Օսլո 1 եւ Օսլո 2, Օսլո 1-ը 93 թվականին Իսրայելի վարչապետ Իցխակ Ռաբինն էր, բանակի գեներալ Յասիր Արաֆատի հետ Պաղեստինի ազատագրական շարժման կազմակերպության ղեկավարի հետ Օսլոյի համաձայնության եկան, Իսրայելը համարեց, որ դա այնքան կարևոր է իր համար, համաձայնել այդ վերահսկողությունը վերադարձնել եւ այդ մի մասի վերահսկողությունը արևմտյան ափը Հորդանան գետի իսկապես վերադարձվեց Պաղեստինին, մի մասի վրա մնաց ՄԱԿ-ի վերահսկողություն, իսկ այն մասը, որ փաստորեն Իսրայելի տիրապետության տակ մնաց, նա շարունակում է հիմա բնակացնել։ Այդ բնակեցնելու դեմ են, որտեղ ասում են միջազգայինորեն դա ճանաչված չէ, ինչ է սանում, ոնց որ զորով նորից հրահարեց, կոնֆլիկտ հրահարեց։ Այն դեպքում, երբ որ այդ խաղաղությանը համաձայնվել էր Իցխակ Ռաբինը, այտենց բան չէր էլի, նենց վախկոտ վարչապետ չէր, որ ուղղակի տարածքներից հրաժարվեր հանուն խաղաղության, ուղղակի ասում էր խաղաղությունն ավելի թանկ արժե, որտեղ Իցխակ Ռաբինը հենց 6-օրյա պատերազմի մասին, որ խոսում ենք, այդ ժամանակ ինքը գլխավոր շտաբի պետն էր եւ ինքն էր ամբողջ այդ օպերացիան գծագրել, որտեղ մի քանի օր առաջ էր ընդամենը պաշտպանության նախարար նշանակվել Մոշե Դայանը դրա այդ որևէ առնչություն չունեց, ուղղակի բախտը բերեց, ինքը նշանակվեց, 6-օրյա պատերազմ Իսրայելը հաղթեց ու այդ տարածքները վերցրեց, անուղղակիորեն առանց իմանալու նաև իրան վերագրվեց, ինքը դրա հետ կապ չուներ։ Ուզեցա ասեմ, որ այդպիսի ճանապարհ անցած մարդ էր, որ համաձայնվեց հանուն խաղաղության տարածքներ զիջելու, չնայած դրա համար էլ վճարեց իր կյանքով, որովհետև 95 թվականին իրան ուղղակի հրապարակում թագավորների հետ հրապարակում իրան սպանեցին, հիմա դրել են իր անունով։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, որ Իսրայելը հիմա այս խառը ժամանակները, որ նորից կոնֆլիկտի հետ կապված, Սիրիայի հետ կապված խնդիր ունի, Լիբանանի հետ կապված խնդիր ունի, Իրանի հետ կապված խնդիր ունի, շատ է այդ հարաբերությունը փչացել է, սեկտոր Գազայի հետ կապված խնդիր ունի, հիմա նորից իմաստեղ է, դա ավելորդ լարվածությունը առաջացնելու, չի կարողանալու նաև հիմնավորել, թե ինչով է զբաղված։ Ու դրա համար անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ ամեն հարցում աջակցում է Իսրայելին, այս հարցում համենայն դեպս չի աջակցում, որտեղ ասում է անիմաստեղը խոսակցություն է սպերում մեզ վրա։ Դրան անդրադարձել են նաև Եվրոպայից։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվ մեկ բնակավայրի, այսինքն բնակավայր, որը Հորդանան գետի արևմտյան ափը բաժանում է երկու մասի, դե ասեցի մեկի վերահսկողությունը, մեկին է Իսրայելի վրա, կառուցման մրցույթներ հայտարարելու վերաբերյալ Իսրայելի կառավարության որոշումն անընդունելի է։ Մենք վաղուց ենք դեմ արտահայտվում այս քայլին արևմտյան ափը բաժանում է երկու մասի եւ խախտում պաղեստինյան տարածքների տարածքային ամբողջականությունը։ Իսկ այն ինչի մասին որ ասեցինք։ Իդեպ հիմա այսօր Պաղեստինը, եթե իրականում նայեք 19000 քառակուսի կիլոմետրից հազիվ 6.6 մնացել։ Մենք նախկինի պես հավատարիմ ենք մնում երկու պետությունների ստեղծման վրա հիմնված արդար եւ տևական խաղաղությանը, նշել է ֆոն դեր Լեյենը։ Այս էլ մենք նկատի ունենանք հասկանալու համար, որ այնուամենայնիվ նույնիսկ Ամերիկան հասկանում է, որ այսօր դրա ժամանակը չի, որ Իսրայելը այդ քայլին գնում է։ Հուսանք, որ հոկտեմբերի 27-ի ընտրությունները կնեսետի իրավիճակը կփոխի եւ այս ագրեսիվ քաղաքականությունը, որը Իսրայելը առաջ է տանում, ինչ որտեղ կմեղմվի, որովհետեւ մենք նույնիսկ չգիտենք, թե կարող է մեր շահերից է բխում Իսրայելի հետ հարաբերությունը կարգավորել, բայց այս Իսրայելի հետ հարաբերություն կարգավորել իր խնդիրները մեր վրա վերցնենք, ամբողջ աշխարհն երեսա թեքել, մենք գնում ենք իրանց հետ հարաբերություն ենք կարգավորում։ Գուցե անհրաժեշտությունը տեսականորեն գիտենք որ կա, բայց փաստացի այսօր հաստատ դրա ժամանակը չի։ Չինաստանի արտգործնախարար Վան Ին հայտարարել է, որ պետք է շատ զգոն լինել Ճապոնիայի աջակողմյան ուժերի քայլերի ու հայտարարությունների նկատմամբ։ Այդ ուժերը փորձում են հետ պտտել ատմության անիվը, ուստի չի կարելի թույլ տալ ճապոնական միլիտարիզմի վերացնունդը։ Այն որ Չինաստանը շատ տուժել է Ճապոնիայի միլիտարիզմից, դա նորություն չի։ Այն որ շատերը եթե ուսումնասիրացել են, թե ճապոնացիները ինչ են դրել տարբեր ազգերի գլխին, հաստատ ծեր աչքին շատ ավելի մեղմ կթվա Հիտլերն ու Մուսոլինին, բայց հարցը դա չի, հիմա այսօրվա Ճապոնիան հո այն ժամանակվա Ճապոնիան չի, այսօրվա Ճապոնիան ցանկանում է այս շահերի հետ կապված նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ նորմալ հարաբերություն ունենալով, դեռ հույս ունի, որ կվերականգնի իր հարավային կուրիները, Շիկոտանակունաշի Ռեուտուրուպը եւ Խաբոմայը, որ մշտապես ասում է, դա ես չեմ ճանաչելու, դա իմն է, ես դա պիտի ստանամ, ինչքան էլ պետք է պայքարել, պիտի պայքարենք, սանկցիա կիրառենք Ռուսաստանի դեմ կիրառենք, օգնենք Ուկրաինային, որ հաղթի օգնենք։ Այսինքն այս պարագայում նաև իր զինվելը եւ նաև մարտունակության մակարդակ բերել է, որովհետև դե Ճապոնիան երկրորդ համաշխարհային պատերազմից եւ օբյեկտիվ սահմանափակումներ կար իր զինվելու եւ բացի նաեւ սուբյեկտիվ էլ կար, ասում եմ, տեսակ արդյունքում մենք ինչ ունեցանք։ Բերեք մի հատ մեր այս ագրեսիվ քաղաքականությունը վերանենք, նորմալ ապրենք։ Այնպես որ դա էլ խնդիր է առաջանում հանգիստ չի նաև այդ կողմերի վրա Չինաստանը ինչպես տեսնում եք մի օր Ամերիկայից է դժգոհում, մի օր Իրանի հետ կապված է Ամերիկայից դժգոհում, մի օր Վենեսուելայի հետ կապված է Ամերիկայից դժգոհում, հիմա էլ Ճապոնիայից է դժգոհում, որ էլ է անուղղակիորեն եւ ուղղանկյուն դա նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների ծրագրերն է, ել չենք խոսում Թայվանի հետ կապված էլ ինքը դեռ հույս ունի, որ Ամերիկան հետ կքաշվի եւ այդ հարցը կկարողանա ինքը լուծել առանց դժվարությունների։ Ուրեմն ԱՄՆ գերագույն դատարանը ժամանակավոր թույլատրել է Թրամփի Սպիտակ տանը $400 միլիոն արժողության պարահանդեսային դահլիճի շինարարությունը շարունակել։ Մինչ դատարանը կքննի գործը։ Գլխավոր դատավոր Ջոն Ռոբերտսը կասեցրել է ստորին դատարանների որոշումները, որոնք կդադարեցնեին շինարարությունը։ Որոշումը ժամանակավոր է չի հանդիսանում իրավական վեճի վերջնական լուծում, այո չի հանդիսանում, որտեղ կոնգրեսը այդ որոշումը պետք է կայացնի, կոնգրեսը առայժմ այդ որոշումը չի կայացրել։ Եթե չհասցնի կայացնի մինչև նոյեմբերի 3, այդ դեպքում արդեն հարց կառաջանա, արդյոք նոյեմբերի 3-ից հետո ինքը կարողանա անի։ Բայց որ այսքան խնդրի մեջ դեռ Դոնալդ Թրամփը համառորեն ցանկանում է մի հատ էլ իրանք պարում են բոլորը սկզբունքով։ Դե ինչ ասեմ, երևի շատ խնդիրների ինքը ուղակի մակերեսային է մոտենում, այն բեռը, որ իր ուսերին կա, հաստատ այս պարահանդեսային սարապտիչների իր առաջնայինը։ Դա է հարցը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ ցավ է ապրում, ցավոք կա մի փոքրիկ կանոն, որ չեք կարող առաջադրվել երրորդ ժամկետով, եթե դա փոխվի, ես շատ ուրախ կլինեմ։ Ինքը շատ ուրախ կլինի, ինքը հիմա 80 տարեկան է, 46 թվականին է ծնվել, 2 տարի հետո 82 տարեկանում արդեն պաշտոնը հրաժեշտ տալու ժամանակը կգա, բայց եթե ինքը ընտրվի, մոռացել է, որ իր տարիքում Բայդենին քնկոտ էր ասում, քնկոտ Բայդենը վրան հալ չկա, էսա այնա։ Եվ ինքը պատրաստ է նաև մի ժամկետ կամ չէ, 2 ժամկետ էր ուզում, այդտենց այդքան համեստ չի
ակնհայտորեն հասկանալով, որ դա հնարավոր չի եւ սահմանադրությունը դա արգելում է, բայց մենակ հարցն այն չէ, որ սահմանադրությունը արգելում է։ Այդ երկրի հիմնադիր հայրերը ինչ որ սկզբունք էին ворթեգրել, անընդհատ Դոնալդ Տրամփը ցանկանում է փայ մտնել նրանց հաջողություններին 200-ամյակը անկախության հռչակագրի, որ որոշեց նախ իր նկարով ըլնի փողի վրա ինքը ըլնի այն դեպքում, երբ որ գործող նախագահ չի կարող լինել, ասում են դա մենք միապետություն չենք, էլի թագավորի նկարը փողի վրա ըլնի, մենք հանրապետություն ենք, միայն զոհված մահացած նախագահինը կլինի, բայց դա իրան չխանգարեց անձնագիր տպել հիմնադիր հայրերի մի կողմը, ինքը մի կողմը, այն դեպքում, երբ որ նրանք չէին պայքարում են, որպեսզի այս պետությունը թագավորություն չլինի եւ չմոռանանք, որ Ջորջ Վաշինգտոնը ազդեցիկ հեղինակավոր անձնավորությունը հիմնադիր հայրերից ամենահայտնին, երբ որ դարձավ նախագահ 1789 թվականին, այն էլ ամբողջ պատմության մեջ միակ նախագահը, որ միաձայն է ընտրվել, մինչև 97 թվական այդ ժամանակ սահմանափակում չկար 2 ժամկետից ավել, բայց 96 թվականին հրաժեշտի ուղերձով ինքը դիմեց ժողովրդին, ասեց կարևորը պետության շահն է, անձնական ամբիցիան չի, ես իմ օրինակով ցույց եմ տալի, որ չի կարելի գնալ միապետության, պետք է հանրապետության ամբողջ նպատակն ու գաղափարը պաշտպանել, իշխանության թևերի տարանջատումը, զսպման մեխանիզմներ եւ այլ եւ այլ։ Դա այնքան կարևորվեց, որ ամեն տարի սենատում ընտրում են մի սենատոր, որը ամեն տարի դա կարդում է, որպեսզի մարդկանց հիշացնի, որ հանկարծ չմոռանաք ինչ ճանապարհով այս պետությունը ստեղծվել։ Այո, այդ ժամանակ սահմանափակում չկար, բայց մարդը ասում էր, այն մարդով հավակնում այս պաշտոնին, ինքը իր համար պետք է այդ սահմանափակումը դնի։ Ու իրանից հետո մինչև Ֆրանկլին Ռուզվելտն էլ երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով, որ 3-4 անգամ ընտրվեց, 2 անգամ ընդամենը փորձեցին դուրս գալ այդ ավանդույթից, բայց տենց էլ ոչ մի հաջողություն չունեցան։ Ես ինդիկատիվ ունեմ, որ այս հարցում, երբ որ Դոնալդ Տրամփը տենչում է, որ դա ունենա, անգամ սահմանադրության 22 հոդվածի սահմանափակումից հետո, դա նշանակում է այն արժեքները, որի սկզբանե դրել են, դեռ մի հատ վերադառնան այդ արժեքների կրողը լինեն, որոնց ոչ մեկը չէր սահմանափակում, կամ Վաշինգտոնին ով պետք է սահմանափակեր 3-րդ ժամկետ առաջադրվել, բայց ինքը իր կողմից արեց։ Ջոն Ադամսը, որ իր փոխնախագահն էր, մի ժամկետ ընտրվելուց հետո ասեց հաջողություն, ես գնացի։ Եվ բոլորը մանրամասը չթվարկեմ, առիթ կլինի խոսենք, որտեղ դա հարց է, որ ամեն անգամ պետք է հիշացնենք։ Ինչպես տեսնում եք, հիշացնելու կարիք կա, որովհետև այս մարդիկ այդ արժեքների կրողը չեն։ Աթոռին նստել են, բայց արժեքի կրողը չեն։ Իսկ դա խնդիր է առաջացնում համաշխարհային այն արժեհամակարգի, որին մենք ձգտում ենք եւ օրինակ ենք բերում Միացյալ Նահանգներին։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։